Никто не ужесточил, а наоборот упорядочил. Ռուսաստանի միգրացիոն օրենքը չի խստացվել, ես կասեի անգամ դյուրացվել է, պարզապես գործընթացը կանոնակարգվել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան։ Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրի Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ։ Սա սեզոնային աշխատանքի մեկնող հայ միգրանտների համար խիստ մտահոգության առիթ է դարձել, քանի որ նրանց մեծ մասը այդ գումարով ապահովում է Հայաստանում գտնվող հարազատներին։ Սվետլանա Ստեպանովան ասում է, որ անհանգստության կարիք չկա եւ առանց աշխատանքային պայմանագրի 3 ամսից ավելի հնարավոր է օրինական գտնվել Ռուսաստանում, եթե արտոնագիր ձեռք բերես, 1 ամսվա համար վճարելով 1000 ռուսական ռուբլի, ինչը մոտավորապես 12000 դրամ է կազմում։ При условии оплаты, при условии постановки на миграционный учет можно не выезжать. Եթե վճարես եւ միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնես, կարող ես դուրս չգալ երկրից։ 1000 ռուբլին դա միլիոն չէ, եւ բոլորը լավ հասկանում են, որ դա կարելի է հեշտությամբ անել։ Գնում ես միգրացիոն ծառայություն ու հանձնում փաստաթղթերդ, 10 օրվա ընթացքում քեզ արտոնագիր է տրամադրվում։ Յուրաքանչյուր ամիս կարելի է որևէ բանկում վճարել այդ 1000 ռուբլին եւ հանգիստ գտնվել երկրում։ Может на срок действия патента находиться в России без выезда. Նոր կարգից սակայն չեն կարող օգտվել նրանք, ովքեր այսօր գտնվում են Ռուսաստանում եւ արդեն իսկ խախտել են օրենքը, չունենալով բնակվելու կամ աշխատելու իրավունք, այնտեղ են 3 ամսից ավելի։ Հայաստանցիները այս խմբում մոտ 170 000 են կազմում։ Кто-то из них работает. Նրանցից ոմանք անօրինական աշխատում են, ոմանք ուղղակի ապրում են, ոմանք էլ չգիտենք ինչով են զբաղվում, բայց մեր տվյալների բազայում գրանցված են, եւ եթե դուրս գան Ռուսաստանից, ապա նրանց մուտքը կարգելվի։ Они есть у нас в базе, и при пересечении границы им автоматом будет закрыт въезд в Россию. Այս քաղաքացիների մուտքը կարգելվի 3 տարով։ Պարզվում է, որ արգելքը գործում է նաև այն դեպքում, երբ օրինակ 2 եւ ավելի անգամ խախտել ես ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարչական այլ խախտում ես կատարել, եթե անգամ վճարել ես տուգանքը։ Դե իսկ 5 տարվա ընթացքում չեն կարող Ռուսաստան վերադառնալ այն մարդիկ, ովքեր արտաքսվել են երկրից։ 2013-ի ընթացքում Ռուսաստանը փակել է մուտքը մոտ 23 000 Հայաստանի քաղաքացիների համար, իսկ ընդհանուր առմամբ 31 000-ից ավել հայաստանցիներ այսօր չեն կարող մուտք գործել Ռուսաստան։ Նույն 13-ին Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործել 670 000 Հայաստանի քաղաքացիներ, ինչը 20%-ով ավել է 2012-ի համեմատ։ Անցած տարվա ընթացքում օրինական Ռուսաստանի Դաշնությունում աշխատել է միայն 130 000 Հայաստանի քաղաքացի։ Այստեղ եւս թիվը 2012-ի համեմատ ավելացել է մոտ 4%-ով։